Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, սակայն խաղաղություն բերում են արծիվները։ Ու այսպես արդեն 10 տարի ողջ մնալու արվեստը ոման ցույց է տալիս խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը՝ միշտ պատրաստ լինել պատերազմին, գրիչների փոխարեն զենք ձեռքին։ Պարապմունքներ ենք անում մեր գյուղի ժողովրդի հետ, տղաների աղջիկների հետ ու պատրաստվում ենք խաղաղության։ Խաղաղությունն էլ արվեստ է, վստահ են միշտ պատրաստ մարդիկ, ու ամենևին էլ պատահական չէ, որ իրենց գործունեության առաջին տասնամյակն ամփոփող փաստավավերագրական ֆիլմի վերնագիրն էլ հենց դա է՝ միասնության, սովորելու ու պաշտպանելու ուղերձով ինքդ քեզ, ընտանիքդ, տունդ ու հայրենիդ։ Մեծ ընտանիք ազգի մասին է խոսքը, որը որ բջիջներից է, ասենք, ոնց որ ասած բաղկացած, այդ բջիջները սկզբից ընտանիքը փոքր ընտանիքներն են, ասենք, այն մարդկային փոքրիկ սոցիումները, որ մենք հենց ընտանիք ենք անվանում, եւ ավելի փոքր բջիջ կա մարդը։ Պիտի պարապած մարզված լինես, որովհետեւ եթե դու անօգնական չես թողում քո ազգականներին, քո ընտանիքը եւ չես փախնում, գնում ես մարտի դաշտ, բայց պատրաստված չես, դու բեռ ես դառնում քո ազգի համար։ Ոչ թե մեղադրել չիմանալու համար, այլ սովորեցնել, ահա թե ինչ է պետք անել։ Միակարծիք են ֆիլմը ստեղծողները, հատուկ են ընդգծում։ Ֆիլմը մի հատ կարևոր մեսիջ ունի, որ այդ գործով, ասենք, այդ ողջ մնալու արվեստին տիրապետելու համար ոչ թե մարդիկ պարապ մարդիկ են, զբաղմունք չունեն, գնում են, այլ զբաղված մարդիկ տարբեր մասնագիտությունների եւ այսօր շատ պահանջարկված մասնագիտությունների մարդիկ զբաղվում են իրանցով, զբաղվում են այդ ողջ մնալու արվեստով։ Դերասան Վարդան Պետրոսյանն էլ ասում է, մեր հասարակությանն ու հատկապես հիմա պետք էր այսպիսի ֆիլմ։ Զրուցում էի տղաներից մեկի հետ, ում որը պատերազմից հետո շատ երկար պարապմունքներ անցավ եւ մասնագիտական պարապմունքներից դարձավ իսկապես բարձր կլասի մասնագետ, ասում էր պրակտիկորեն ինձ պատերազմի ժամանակ անհնար է սպանել, եթե իհարկե դա իմ ճակատագրով եկած գնդակը չի կամ արկը։ Ամեն ինչից պաշտպանվել գիտեն։ Եվ նա ասում է, ինքը հիմա սովորեցնում է։ Եթե ասում եմ մեր ժողովուրդը, այսինքն հասարակությունը գոնե իմ իմացածի 30%-ին տիրապետի, դուք չեք պատկերացնում դա ինչ որակ է արդեն։ Չհասկանալ մարդուն, ով չի սիրում ուժեղ լինել, պարտվելն ամենահիմար միտքը համարել, որ երբևէ կարելի է ունենալ։ Հերթը մյուս տասնամյակներինն է, որին ընդառաջել ոման գնում է միայն հաղթելու մտադրությամբ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։